Ինչպես արդեն հայտնել էինք, դերասանուհի Հասմիկ Խոջյանով այս շրջանում ընտանեկան հանգստի է մեկնել, հայտնվել էր իսրայելա-իրանական անօդաչուների հարվածի տակ ու այդ մասին հրապարակում էր արել ինստագրամյան իր էջի սթորի բաժնում։ Մեր հրապարակումից հետո Հասմիկը հանդես է եկել պարզաբանմամբ ու նշել. «Նամակները սպայթում են ու հարցերի մեծ մասը մեր մասին է, վտանգավոր է թե չէ։ Մենք Շարմ էլ-Շեյխում ենք։ Շարմը Իսրայելից մոտավոր 170 կիլոմետր է հեռու, դրա համար էլ կրակող ռակետները երևում էին գիշերը, Թել Ավիվից 450 կիլոմետր, էստեղ ամեն ինչ լավ է, խաղաղ է, նույն կերպով շարունակում ենք մեր հանգիստը, վտանգ չկա, թող ամբողջ աշխարհում խաղաղություն լինի», նշել էր դերասանուհին։ Բարի լույս ծիրուններս, իրականում մենք արդեն պետք է լինեինք օդանավակայանում, որովհետև արդեն պետք է վերադառնանք այսօր, բայց մեր թռիչքը հետաձգվել է։ Ահա որը ուղղակի ու չգիտենք երբ կլինի, գուցե այսօր, գուցե վաղը, շատ վատ է դա, ես իհարկե անընդհատ ասում եմ մի օր լիներ հանգստի, 2 օր լիներ, բայց չէ, շատ վատ է, որովհետև Նարեն ոչ կաթ ունի, ոչ տակդիր ունի, մի խոսքով որ անելանելի վիճակում ենք, իսկ Եգիպտոսում չկա այն կերից ու տակդիրից, որը իր համար ենք օգտագործում։ Չգիտեմ ինչ ամանելու եկել ենք ճաշարան, փորձեմ լավ կուշտ կերակրել իրեն, որ խնդիր չունենանք։ Խենար, 2 անգամ ուտելու կաթ է մնացել։ Իսկ այդ իրականում աբսուրդ է, այսօր լացում էի առավոտյան։ Սիրուններս, քանի որ շատ եք ինձ գրում ու հարցնում, թե որ հյուրանոցում ենք, որոշեցի այսպես պատասխանել ձեր հարցին։ Ուրեմն, մենք Jolly Will Resort and Casino-ում ենք, իրականում վատը չի, բայց օրինակ ես երկրորդ անգամ չէի ուզի գալ այստեղ։ Հիմա ասեմ բացասական ու դրական կողմերը։ Ուրեմն, ծովի ափը ուղղակի հիասքանչ է, մանրավազ, ափը սիրուն, մաքուր, ջուրը ընտիր, մի խոսքով ասեմ, որ լավ էլ սեզոնի ենք եկել, դե սեզոնը ամենալավն է, ընտիր է, ափի մասին խոսքեր չկան, իդեալական է, լողավազանը լավ է, սնունդը լավ է, համարները վատ չի, բայց լավից մի քիչ պակաս է, ընդհանուր տարածքը շատ մեծ է, այլ ինչ կա, մի խոսքով նորմալ, լավ է, ամեն դեպքում մեր հանգիստը համարում եմ ստացված, բայց երկրորդ անգամ չի ուրիշ տեղ կգնամ։ Բարի լույս սիրուններս, շնեց Հայաստանում արդեն օրը կեսօր է ու կարելի ասել բարի օր, բայց մեզ մոտ օրը նոր է բացվել, ես էլ քիչ առաջ եմ մարտնացել ու չէի կարողանում մարտնանալ ոչ մի կերպ, մի խոսքով եկել եմ ձեզ ցույց տամ երեկոյան ինչ եմ գնել, այստեղ վաճառում են նմանատիպ մասկաներ, որոնք նախատեսված են ջրի տակը նայելու համար ու քանի որ կենդանիները շատ են, ասենց կարողանում ես նաև շնչել էլի, տեսած կլինեք հաստատ և իհարկե քեյս, որ նկարեմ, որովհետև ես իմ ջրի տակ նկարելու քեյսը մոռացել էի, այս մեկն էլ ձեզ համար է, որ մեկով ես տեսնեմ, մյուսով նկարեմ, դուք տեսնեք, այնպես որ այսօր սպասեք ծովային կենդանիների, որովհետև ես որոշեցի, որ դայվինգ կանեմ հաջորդ անգամ, երբ այստեղ կլինեմ ամուսնուս հետ, բայց չգիտեմ այդ երբ կլինի այդ հաջորդ անգամ, ամեն դեպքում սպասում եմ ամուսնուս ինքն էլ գա նոր անենք։ Այսօր մեր հանգստի նախավերջին օրն է, որոշել ենք հյուրանոցի տարածքից դուրս գալ և մի փոքր ավելի հեռու գնալ, որպեսզի լինենք Շարմի ամենահետաքրքիր ու ամենահայտնի վայրերից մեկում, հավանաբար լսած կլինեք Ֆարշայում։ Մի խոսքով որոշել ենք գնալ Ֆարշա այսօր, այնտեղից ձեզ համար սթորիներ կանեմ, կարծում եմ կհավանեմ, որովհետև նկարներով շատ սիրուն ու հետաքրքիր օրիգինալ և չկրկնվող սեղը։ Գնանք տեսնենք իրականում ոնց է։
ստացվի գնալ Ֆարշա, ուրիշ տեղ գնանք, ինչ խնդիր։ Մեր ձեռքը չի, չէ՞։ Իհարկե։ Գնացինք։ Գնացինք։ Եկել ենք Old Market։ Այս տարածքում ցած խանութներ։ Շարունակությունը ցույց կտամ։ Կարելի է քշել նաև։ Նստելու համար վճարել $5, քիչնելու համար 50։ Այդպիսի լեգենդներ են, չէ՞ պատտվում Եգիպտոսի մասին։ Նայեք այս ջրվեժը։ Այս մսկիթից գալիս ենք մի քիչ դեպի մյուս փողոց, ու այսպես էլի մարքեթներ են, ու հիմնականում այս հատվածում seafood ռեստորաններ են, հեսա մեկն են, եւ իհարկե ծովամթերք են վաճառում ձկան շուկան այստեղ, այսինքն նայեք մի հատ ու հիացեք ինչեր ունեն։ Բարի օր սիրելիներս, ինչ էստեղ եմ, առաջին անգամ հասցրել եմ այսպես պատրաստվեմ, որովհետև անդադ ժամանակ չի լինում։ Իդեպ Հովուլն էլ չի քնել իր ցերեկային քունը, ինչպես միշտ էստեղ արդեն 6 օր այստեղ ենք, 2 անգամ ցերեկները քնել, այնպես որ ինչ ստեղ ենք, Հովուլը թե հետաքրքրությունները շատ են, չի ուզում քնի։ Մի խոսքով պատրաստվել ենք, ուզում ենք դուրս գանք, սպասում եմ Հասիկը վերջացնի, որ արդեն դուրս գանք, իհարկե Հովուլը դեռ պատրաստ չի։ Հով ինչ ես անում։ Ես շերանի չոմ։ Դե մի հատ լայք արա։ Նա տասա լայք։ Լավ։ Լավ, աստեղ հով։ Կուզես մնանք ստեղ։ Հա։ Չգնանք տուն։ Գնանք տուն, թե չէ։ Մնանք ստեղ։ Հա։ Հա, դե իհարկե, քեզ շորտ մենք գտնվում ենք Եգիպտոսի հին մարքետում, Old City-ում իրենց, այսպես են անվանում այս վայրը, հենց քիրա։ Ոյ, ուխտը։ Ասում են չի կարելի ուխտ նստել, բայց ինչի չի կարելի։ Ես մի անգամ նստել եմ, շատ եմ ողանում։ Հովը դու ուխտին տեսար, հով։ Հով ուխտը տեսար։ Հլը նայ ուխտին տեսար։ Այս ինչ է, 8 հոտնու կա, հա։ Ես ողել։ 8 հոտնու կա, արևս, այդ կալմարը։ Հա, կալմարը, համով անարդակ, մեծանս կուտես։ Բայց չես ուզում։ Հլո, չածուկներ։